Երբ Դոնալդ Թրամփը Twitter-ի միջոցով հայտարարեց բանակում տրանսգենդերային անձանց ծառայությունը արգելելու իր մտադրության մասին, բարձրացան հարցեր, որոնց ստիպված պիտի պատասխաներ Սպիտակ տան խոսնակ Սարա Սանդերսը։ Վերջինս նշեց Թրամփի մտահոգությունն այն մասին, որ տրանսգենդերային անձանց ծառայության առնչությամբ Բարակ Օբամայի քաղաքականությունը հանգեցրել է մեծ ծախսերի։ Թրամփը պնդում է, թե տրանսգենդերային անձանց ծառայության պատճառով մեծանում են բժշկական ծախսերը։ Տրանսգենդերային անձանց իրավունքների պաշտպան խմբերը պնդում են, թե նախագահի այս որոշումը հետադարձ մեծ քայլ է։ Ակտիվիստներից Դեյվիդ Քիլմնիքի խոսքերով, երբ անցյալ տարի հանվեց համասեռականների և լեսբուհիների վերադրված արգելքը, ԱՄՆ-ն միացավ 18 այն զարգացած երկրների շարքին, այդ թվում Ավստրալիային, Կանադային, Անգլիային և Իսրայելին, որոնց զինված ուժերում նրանց ծառայությունը արգելված չէ։ Իսկ դա բոլոր անձանց հավասար իրավունքները հարգելու առումով չափազանց կարևոր պահ էր մեր երկրի պատմության մեջ։ Բացահայտ տրանսգենդեր Ջոան Հորթոնը երկրորդ աշխարհամարտի վետերան է, ով ասում է, թե իր ծառայության տարիներին ինքը ծանոթ չի եղել տրանսգենդեր որևէ կնոջ հետ, ու դա նա բացատրում է այն հանգամանքով, որ նրանցից բոլորն էլ հավանաբար մտածել են, որ միայն իրենք ունեն այդ խնդիրը։ Այսօր ես գիտեմ տրանսգենդեր մեծաթիվ կանանց, ովքեր ծառայել են Կորեայում և Վիետնամում, իսկ այսօր նրանցից շատերն են ծառայում մեր բանակում, պատրաստ մեռնելու հայրենիքի համար։ Սպիտակ տունը չի հայտարարում, թե Թրամփի արգելքն ինչպես է ազդելու բանակում արդեն իսկ ծառայող տրանսգենդեր անձանց վրա, հայտարարում է միայն, որ աշխատանքներ են տարվում պաշտպանության նախարարության հետ արգելքն օրինական եղանակով ուժի մեջ մտցնելու ուղղությամբ։ Թրամփի որոշումը կարող է ազդել այժմ ծառայության մեջ գտնվող տրանսգենդեր 2500 բանակայինների վրա, իսկ ապագայում ընդհանրապես կարգելի զինված ուժերում նրանց ծառայությունը։ Արամ Վանեցյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոն։